Մենք այսօր միասին կոտրելու ենք այն կարծրատիպը, որը տարիների ընթացքում ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունում, որ երկրպագուն չի կարող ազդել հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստների լավ արդյունքի վրա, ոչ կարող ենք և ապացուցելու ենք, որ մեզանից ուժ ենք ներկայացնում։ Հայաստանի հավաքականը այս տարի ցուցադրել է իր տարեգրության, իր պատմության ընթացքում ամենավատ և ամենախայտառակ արդյունքները։ Մենք չենք ուզում, որպեսզի Հայաստանի հավաքականը գլխավորեն անփորձ օտարերկրյա կամ հայ ազգի մասնագետներ։ Այն հավաքական պետք է հրավիրվեն այն բոլոր ֆուտբոլիստները, ովքեր տվյալ պահին, տվյալ ժամանակահատվածում իրենց վարդավիճակով, իրենց ունակություններով համապատասխանում են Հայաստանի հավաքականին, այսինքն գտնվում են ամենալավ մաքսիմալ վարդավիճակով։ Առաջին հայկական ճակատի երրորդ պահանջը դա ամենաէժան կոչվող տոմսերի գների իջեցումն է, քանի որ այդ ամենաէժան տոմսերը մեր մանրազնի կատարած ուսումնասիրությունների արդյունքով ստացվել է այնպես, որ տարածաշրջանում օրինակ Ադրբեջանի համեմատությամբ 5-ից անգամ ավելի թանկ է, Վրաստանի համեմատությամբ 2-ից 3 անգամ ավելի թանկ է, ամբողջ աշխարհի համեմատությամբ մեր ամենաէժան կոչված տոմսը 2-ից 3 անգամ ավելի թանկ է։ Ամենաէժան տոմսի գինը Հայաստանի հավաքականի խաղերի համար այսօր 4000 դրամ է։ Պատասխանեք ինձ խնդրում եմ, ինչպես կարող է բավարը, խոհարարը, սպասարկման ոլորտում աշխատող այս կամ այն անձը իր միջին աշխատավարձով 80-ից 100,000 իրեն թույլ տալ այդպիսի ճոխություն, որպեսզի իր ընտանիքով 3-ից 4 հոգով իր աշխատավարձի 20%-ը տա և գնա հավաքականի խաղը դիտելու։ Այդ պատճառով է, որ այսօր մեր հավաքականի խաղերին ընդամենը 5000 մաքսիմում մարդ է հավաքվում։ Մեր բոլորի ընդհանուր երեք տետերից բաղկացած պահանջների ֆեդերացիայից պահանջում ենք նորմալ պատասխան, ոչ վիրավորական, ոչ հերինակներով լի և մեզ բավարարող պատասխան։ Պատասխան! 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 Պարոն Օսիպյան, մենք ուրախ ենք, որ դուք մեզ նման մեր ֆուտբոլի համար ստացավ եք։ Լրատվական ծառայության միջոցով պարոն Հայրապետյանը պատասխանել է մեր երեք կետերին, բավականին վիրավորական պատասխան է դրվել շրջանառության մեջ։ Մենք հիմա պահանջում ենք, որ այդ նույն լրատվական ծառայությունից ինչ-որ մի ներկայացուցիչ գա այստեղ եւ տա մեր պահանջներին բավարարող պատասխան։ Այդ դեպքում մենք բավարարում ենք, բայց եթե բավարարող պատասխան չլինի, արդեն կհայտարարենք մեր հետագա ակցիաների մասին։ Կարծում եմ հնարավոր է, որպեսզի գա, քանի որ այստեղ բազմաթիվ երկրպագուներ են հավաքվել, գա այստեղ եւ իր անունից բավարարող պատասխան տա մեր 3 կետ պահանջներին։ Ակնկալում ենք բավարար պատասխան։ Պատասխան! 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 Ֆուտբոլ է ուզում! 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 Ֆուտբոլ է
Bulvar չի, բայ։ Մեջը լուսերը անջատ է։ Հագի։ Շարունակենք մեր հավաքը օրենքի սահմաններով, խնդրում եմ։ Մենք ֆուտբոլի ֆեդերացիայի առջև սպասում ենք ևս 15 րոպե։ Սպասում ենք, որ մեզ կդնեն երկրպագուի տեղ։ Ճիշտ է ներքև կզրուցեն հետ մեզ հետ, որպես սրտացավ երկրպագուների հետ։ Եթե 15 րոպեվա մեջ ոչ մեկ չի ցանկանում մեզ մոտենալ, մենք հանդես կգանք վերջնական հայտարարության։ Պատասխան! 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 Ոստիկանությունը հորդորում է ցուցաբերել իրավապահ վարքագիծ, ոստիկանության կողմից ցուցաբերվեց հանդուրժողականություն, չդրսևորել հակաիրավական վարքագիծ և գործել հավաքների ազատության մասին օրենքի օրենքով սահմանված նորմերի սահմաններում։ Հակառակ դեպքում ոստիկանության մոտեցումը կլինի ավելի խիստ։ Մենք նշանակել ենք երթ դեպի ՀՖՖ ստանալու պատասխանները։ Մենք չենք ցանկանում արտյակատման գնալ։ Մենք չենք ցանկանում դիմել ինչ-որ կտրուկ գործողությունների։ Մենք ինչպես ֆուտբոլիստները, ինչպես հավաքականի անձի հանգստի, մենք երկրպագուներս նույնպես ցանկանում ենք անցնել հանգստի։ Սակայն, եթե ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը մեզ վիրավորում է, մեզ անվանում է տուրիստական գործակալություն խմբակ, մենք չի գալիս պատասխանելու մեր պահանջներին։ Ոչ մեկ չի գալիս պատասխանելու մեր ինչ-որ հարցի։ Դա հիմք է մեր անար։ Դա հիմք է հանդիսանում, որ մենք դնենք մեր հաջորդ պահանջը։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի Ֆուտբոլի Հերացի, նեմես, հերացի, նեմես, հերացի, նեմես, հերացի, նեմես, հերացի։ Հաջորդ երթը մենք իրականացնելու ենք ուշադրություն այս ուրբաթ նոյեմբերի 20-ին արդեն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի պահանջով այլ մանրամասներ ժամի հետ կապված և մնացած մանրամասներ կհայտարարենք հավելյալ։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, շնորհակալություն
հոգով, անկախ բոլոր երկրպագուների